Համար երեխան պետք է գնա ինչ-որ մի թատրոն կամ ինչ-որ մի բան, որը որ ընկնում է այն ժամին, որտեղ որ ծնողները պետք է լինեն ծառայությանը, թող տեսնի երեխան, որ իր ծնողների համար շատ կարևոր է այս ժամերը տիրոջ առաջ կանգնելու, քանց թե մնացած զվարճանքը, որովհետև ինչքան էլ ասենք, դե ոչինչ, այս մի կերեկին էսպես, այն մի կիրակին այնպես, մենք սովորացնում ենք երեխաներին փոքրուց, որ կարան դեպքեր լինեն, որ օրինակի համար Աստված այդքան էլ կարևոր չի, կարանք մենք ուրիշ բանով փոխենք։ Չեմ ուզում սա որպես օրենք ընդունեք, հասկացեք, խնդիրը օրենքի մասին չի, այսինքն այնպես չի, որ եկաք պաշտամունքի մասնակցեցիք, որ փրկվեցիք։ Սրա մասին չի խոսքը գնում։ Քավ լիցի, որևիցե մեկը պաշտամունքին մասնակցելով չի փրկվում, ոչ էլ դրանով բոնուսներ է շահում Աստծո առաջ։ Դրա մասին չի խոսքը գնում։ Ես հիմա օրենք ձեզ չեմ քարոզում։ Ես խոսում եմ մեր շարժառիթների եւ մեր կյանքի գերակայության մասին։ Ինչին ենք մենք ավելի նշանակություն տալի, որն է մեզ համար ավելի թանկ, հասկանում եք։ Եվ այս վերաբերմունքը, ինչ որ վերաբերվում է Աստծուն, երբ որ ձեր երեխաները տեսնեն, որ ձեզ համար դա շատ թանկ է, շատ կարևոր է, նրանք ձեզանից այդ ամենը սովորելու են։ Իսկ եթե տեսան, որ ծնողի համար կան դեպքեր, որոնք որ այդ դեպքում Աստված այդքան էլ կարևոր չի, ես նույնիսկ մեղքի մասին չեմ խոսում, որտեղ կան դեպքեր, որ ծնողները նույնիսկ որոշ դեպքերում երեխեքի առաջ սուտ էլ կխոսեն ու նման ձևով կսովորեցնեն իրենց երեխային, որ որոշ առումով եկեղեցին որտեղ որ ներսն է, թող ներսն է, մնացած կյանքը իրական չէ։ Սա մի քիչ այդքան էլ մեր թեմայի հետ կապ չունի, բայց ուզում եմ, որ մենք այս գիտակցություն ունենանք ու ես ուրախ եմ, որ դուք ձեր երեխաներին բերում եք։ Թող մի քիչ խանգարեն, թող ինձ մի քիչ խանգարեն, որոշ առումով նեղություն պատճառեն, ձեզ նեղություն պատճառեն, բայց այնուամենայնիվ թող ստեղ լինեն։ Նախորդ դրա համար պատրաստվեք։ Չգիտեմ, նկարելու, ներկելու ինչ-որ բաներ, նախորդ մտածեք ինչ անեք, որպեսզի ձեր երեխան որոշ առումով ստեղ լինի եւ դուք կարող եք խոսքը լսեք եւ երեխան մեծանա այս միջավայրում։ Հետագայում ես հավատացնում եմ ձեզ, Տերը իր շնորհն է տալու եւ դուք ուրախանալու եք ձեր երեխաներով։ Բայց եթե հիմա ուղղակի ասենք, դե ինքը արդեն պատանի է, ինքը թող արդեն ինքը որոշի այս կոմենտով, ժողովուրդ, հավատացնում եմ ձեզ, ոչ պատանին, ոչ էլ նույնիսկ նախնական երիտասարդ 18 տարեկան, դեռևս այդ գիտակցությունը չունի։ Առավել ևս, եթե բնականաբար փրկված չի, ոչ միայն գիտակցությունը չունի, դա ընդհանրապես իր համար հիմարություն է թվալու, բայց այնուամենայնիվ դուք որպես ծնողներ խոսքը այնպես արեք, որպեսզի լսի, որտեղ խոսքով է հավատը առաջանալու, խոսքը որ Տերը օգտագործելու է եւ վերստին ծնունդ է տալու երեխային։ Շատ լավ։ Շարունակելու ենք մեր սերտողությունը եւ ուրախ եմ, որ որոշ առումով թե Լևոն եղբայրս, թե Արմեն եղբայրս որոշ թեմաներին անդրադարձավ, ինչի մասին որ այսօր խոսելու ենք։ Այսօր խոսելու ենք մեր վերաբերմունքի մասին Աստծո խոսքի նկատմամբ։ Սա կարևոր թեմա է եւ ֆունդամենտալ թեմա է։ Մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ, որովհետեւ այն ինչպես որ մենք վերաբերվում ենք խոսքին, ցույց է տալիս մեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Սա կարևոր է, ժողովուրդ։ Եվ ուզում եմ, որ դուք շատ հստակ հասկանաք։ Ինչի, որովհետև կա նորից թյուր կարծիք, որ ես կարամ արհամարեմ խոսքը, բայց Աստծուն պաշտում եմ, Աստծուն հավատում եմ։ Դա սուտ է եւ դա ճշմարտությանը չի համապատասխանում։ Հին ժամանակներում, երբ որ թագավորները հրամանագրեր էին գրում, բնական է թագավորը ինքը չէր գնում ամեն մի գյուղ, ամեն մի քաղաք, որպեսզի հայտարարեր դրա մասին։ Ինքը ուներ հատուկ մարդիկ, որոնք վերցնում էին թագավորի հրամանագիրը եւ ժողովրդի առաջ կարդում էին։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Եթե որևիցե մեկը օրինակի համար ասել, այո, ես ընդունում եմ իմ թագավորին, բայց այս խոսքը դե հիմա ինչ գիտեն, կարող է խափած է, կարող է փոխած է, կարող է ինչ-որ մի բաներ ու չհնազանդվել այդ խոսքերին, ինքը անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս թագավորին եւ եթե այնպեսի մի լուրջ հարց էր, վստահեցնում եմ ձեզ, դատապարտությունը չէր ուշանալու։ Հին ժամանակներում սա շատ հստակ էր աշխարհիկ շրջանակում, ասեմ ավելի։ Մենք ունենք գերագույն թագավոր,
որի հրամանագիրը դա իր խոսքն է։ Եվ եթե մենք իր խոսքի նկատմամբ անհարգալից ենք վերաբերվում, մենք իր խոսքը անտեսում ենք, հավատացնում եմ ձեզ, պատիժը չի հեռանալու։ Եկեք կարդանք Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ, կարդալու ենք 17-ից 20 համարը։ Մատթեոս 5, 17-ից 20 համարը։ Խնդրում եմ բացեք ձեր սուրբ գրքերը, միասին ընթերցելու ենք և դրանից հետո համար առ համար ավելի մանրամասն կուսումնասիրենք։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ, 17-ից 20 համարները։ Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեներին ջնջելու։ Ես չեկա ջնջելու, այլ իրականացնելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, օրենքից մի կետ կամ մի փոքր նշագից անգամ չի անցնեն, մինչև որ ամեն ինչ չիրականանա։ Արդ ով այս պատվիրաններից ամենափոքրից մեկն անգամ անտեսի և մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրը կկոչվի։ Բայց ով կատարի և ուսուցանի երկնքի արքայության մեջ, նա մեծ կկոչվի։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինն է, երկնքի արքայությունը չեք մտնի։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այս գեղեցիկ օրվա համար եւ այո այս առիթի համար, որ տվել ես եւս մեկ անգամ գալու քո առաջ քեզ մեծարելու, քեզ պաշտելու։ Աղոթում ով Հայր, որ նախ եւ առաջ մեր սիրտը պատրաստ անես խոսքդ լսելու եւ հնազանդվելու Տեր։ Փոխիր մեր գիտակցությունը, մեր միտքը, Տեր Աստված, նաեւ մեր ցանկությունը, որ իրապես փափագեն քո խոսքը։ Իրապես ցանկություն ունենանք լիարժեք կերպով կատարելու այն։ Եվ նման ձևով քեզ փառավորելու Տեր, ողորմիր, գթա եւ դու մեծարվիր։ Հիսուսի անունով, ամեն։ Ուզում եմ մի փոքր հետ վերադառնանք եւ փորձենք հիշենք որտեղից որտեղ եկանք։ Գիտեք, որ լեռան քարոզը կամ Հիսուս Քրիստոսի քարոզը տրված լեռան վրա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր որ իրենց անվանում էին Քրիստոսի հետևորդներ։ Այսինքն Հիսուս Քրիստոս խոսեց իր աշակերտների հետ, բայց պետք է հիշենք, որ այդ մարդկանց մեջ, այդ աշակերտների մեջ մարդիկ կային, որ գուցե դեռևս ճշմարտապես Տիրոջը չէին հավատում, որտեղ կարդում ենք ավետարանից, որ շատ աշակերտներ ուղղակի Հիսուսի խոսքերից գրված է, որ հեռացան։ Այսինքն ճշմարիտ փրկված չէին, բայց որոշում էին կայացել հետևեին Հիսուսին։ Եվ այս քարոզ ուղղված էր սրանց։ Եվ Հիսուս սկսում է երանելիների շարքով, մենք խոսել ենք երկու քարոզ, այսինքն երանելիները նրանք էին, ովքեր որ ճշմարտապես հետևում էին Քրիստոսին։ Քրիստոս տալիս է նրանց նկարագիրը, ովքեր են նրանք։ Դրանից հետո մենք անցած կիրակի խոսեցինք աշխարհի աղը եւ լույսը լինելու մասին։ Այսինքն նրանք, ովքեր որ ընկնում են երանելիների շարքում, նրանք պետք է լինեին աշխարհի աղը եւ լույսը։ Հիմա արդեն իսկ Հիսուս Քրիստոս սկսում է տալ նկարագրությունը, թե ինչ է նշանակում լինել աղ եւ լույս։ Եվ տալիս է ամենակարևորագույն հիմքը հենց ամենասկզբում, որպեսզի մենք ի վիճակի լինենք աղ եւ լույս լինելու, մենք պետք է ունենանք ճիշտ վերաբերմունք Աստծո խոսքի նկատմամբ։ Եթե մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ ճիշտ չէ, ճիշտ սկզբունքների վրա հիմնված չէ, մենք չենք կարող լինել աղ եւ լույս աշխարհում։ Անհնարին է։ Նույնիսկ հավատք չենք կարող ունենալ։ Ինչու՞, որովհետեւ հավատքը լսելուց է եւ լսելն է ինչից։ Աստծո խոսքից։ Բամբասանքներից, հեքիաթներից, փիլիսոփայությունից չի։ Հավատքի հիմքը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը հանեք, մնացած ուղղակի ինչ որ բարոյախրատական դասեր լինելու եւ այդքանով ավարտվելու է քրիստոնեությունը։ Եվ Հիսուս Քրիստոս մեզ համար լավագույն օրինակը պետք է ծառայի։ Այսօր խոսելու ենք 4 քայլերի մասին, որոնք որ ցույց են տալու մեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ։ 4 քայլեր։ Առաջինը դա հնազանդությունն է։ Եկեք եւս մեկ անգամ կարդանք 5-րդ գլուխ 17 համարը։ Մի կարծեք, թե ես եկա օրենքը
կամ մարգարեները ջնջելով։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է ընդհանրապես, տեսնում եք այս արտահայտությունը, օրենք եւ մարգարեներ, այս արտահայտությամբ Աստծո խոսքը նկարագրում է ամբողջ հին ուխտը։ Եթե մեր պարագայում ասենք, ամբողջ Աստվածաշունչը կամ նույնիսկ կարող ենք դրան ավելացնենք նոր գտակարանը, բայց ինչ որ վերաբերվում է այստեղ, որ Մատթեոսը գրում էր, օրենք եւ մարգարություն ասելով ինքը նկատի ուներ ամբողջ հին գտականը, հին ուխտը։ Հիշում եք, չէ՞, Մատթեոս ավետարանիչը գրում էր հրեաներին, հրեա քրիստոնյաներին, եւ նպատակը այն էր, որպեսզի հստակ ցույց տար Հիսուս Քրիստոսին որպես Մեսիա։ Հիմա երբ որ Հիսուս մինչև իր ծառայությունը սկսել է, այնպես չէր, որ շատ առանձնապես տարբերվում էր մնացած հրեաներից։ Այո, իր բարեկամները որոշ առումով գուցե Մարիամ Հովսեփը եւ կարող ենք ասել գուցե նաեւ Հովանես Մկրտչի մայրը որոշակի առումով տեղեկատվություն ունեին Հիսուսի հրաշք ծնվելու մասին։ Բայց մենք գիտենք, որ Քրիստոսի ծննդից մինչև Կանայի հարսանիք Հիսուս Քրիստոս ապրել է սովորական հրեայի կյանքով, բայց մի տարբերությամբ, առանց մեղքի։ Այսինքն ինքը որպես մանուկ, որպես երեխա լիարժեք կերպով հնազանդվել է իր ծնողներին, կատարել է ողջ օրենքը, ամեն բան ինչ որ գրված է եղել, եւ մինչև որ եկել է պահը, որ ինքը սկսել է բացահայտ խոսել, քարոզել, եւ այդ ամեն ինչը սկսվում է իր մկրտությամբ, մենք արդեն իսկ դրա մասին խոսել ենք։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Հրեաները երկար ժամանակ սպասում են, որ Մեսիան պետք է գա։ Եվ այդ ընթացքում իրանք ունեն հին ուխտը։ Հին ուխտը ունենալով կան պատվիրաններ, կան ծիսական արարողություններ, որոնք որ բոլոր մարդիկ պարտավոր են կատարել։ Հիմա ինչ եք կարծում, որևիցե մեկը կարողանում է այդ ամբողջը լիարժեք կատարել։ Չեն կարողանում, որովհետև մարդը ի վիճակի չի Աստծո օրենքը 100%-ով պահելու, ինչու, որտեղ մեղավոր ենք։ Ամեն մեկս էլ մեղքով են ծնվել եւ մեղքի որպես հետևանք նա է, որ մենք մեղքի գերի ենք, չենք կարող ազատվել։ Հիմա ունենք կրոնավորներ, փարիսեցիներ եւ դպիրներ, որոնք որ ինչ են անում, սովորեցնում են, բայց ինչ եք կարծում, իրենք կարողանում են պահել այդ օրենքը։ Իրենք էլ չեն կարողանում պահել օրենքը։ Ու դրա համար հիմա խնդիրը առաջ գալիս, ունենք օրենք, կարծես որը որ չի աշխատում։ Մարդկանց տրամաբանության մեջ սա է, եթե այս օրենքը պահեմ, ուրեմն կփրկվեմ։ Եթե այս օրենքը չեմ կարող պահեմ, ուրեմն ինչ չեմ լինելու, չեմ փրկվելու։ Ասեմ հիմա էլ այդ նույն տրամաբանությամբ։ Մարդկանց տրամաբանությամբ պետք է 10 պատվիրանները պահես, կփրկվես, լավ կլինի։ 10 պատվիրանները չպահեցի, չես փրկվի։ Բայց եթե ազնիվ լինենք, շատ հստակ կարող ասենք, մենք պատվիրանները չենք կարող պահել, եւ որևիցե մեկը չկա, որ կարող այդ պատվիրանները պահի։ Դրա համար ինչա որոշում են կայացնում։ Փարիսեցիները սկսում են որոշ արտաքին օրենքների մեկնաբանություն տալ։ Օրինակի համար, շաբաթը ոնց պահես։ Պետք է անես սա, պետք է չանես սա, ուրիշ մի օրենք։ Պետք է անենք այսպես, չպետք է անենք սա, երբ որ այդ ամեն ինչը դառնում է արտաքին, այսինքն էական չի, քո սրտիդ մեջ ինչ ես զգում, ինչ ես մտածում, մեխանիկական գործողություն, արա ու կփրկվես, չանես, ուրեմն կդատապարտես։ Լավագույն օրինակը իրանց համար, մարդկանց համար ովքեր էին, փարիսեցիները, ինչ որ եղբայրս ասեց, արտաքնապես այդ բոլոր օրենքները մանրուքներով գրված կատարում էին, որտեղ դա հեշտ է։ Ներսը ինչ է կատարվում, էական չէր։ Եվ հիմա մարդկանց մտածելակերպի մեջ սա կար։ Գուցե հեսա գալու է Մեսիան, որը որ մեզ ազատելու է համ հռոմեական կայսրությունից, համ էլ ինչ անելու, այս օրենքը, որը որ չի աշխատում, գցելու է մի կողմ, ու նոր բան է տալու, որ մենք տեսնենք դրանով ոնց են կարողանալու ապրենք։ Ինչի, որովհետև այս փարիսեցիները ոչ միայն այդ ներքին փոփոխությունը չէին արել, ոչ միայն օրենքը չէին ճշմարտապես փոխանցում մարդկանց, այլև այնքան էին բարդացրել, այնքան էին բեր դարձրել, որ մարդիկ ուղղակի այդ ամեն ինչի տակ ճկռում էին։ Ու մարդկանց համար օրենքը դարձել էր ինչ որ մի չար, ոչ պետքական, ոչ լավ բան, որը որ Աստված մեզ տվել, այսինքն տվել է մի օրենսգիր, որը որ բոլորը պետք է դատապարտվեն։ Հասկանում եք մարդկանց տրամաբանությունը։ Դրա համար երբ որ Քրիստոս եկավ ու սկսեց քարոզել, մարդկանց մոտ սկսեց առաջ գալ։ Գուցե նա է Մեսիան,
Գուցե նա, որ հիմա ինչ պետք է անի, օրենքը պետք է ինչ անի, ջնջի, կողքի դնի, կործանի, այլ ոչինչ անի, եւ հիմա պետք է ինքը մեզ նոր բան տանեց մի բան, որը որ մենք ի վիճակի կլինենք պահելու։ Դա համար Հիսուս, երբ որ ասում է մի կարծեք, թե ես օրենքը եւ մարգարեներն եկա ջնջելու, ասում է չեկա ջնջելու, այլ ինչ անելու, իրականացնելու, կատարելու։ Պետք է հասկանանք, որ Հիսուս Քրիստոս, երբ որ ապրում էր, ինքը դեռ ինչի տակ էր, օրենքի տակ էր, ինքը մովսիսական ուխտի տակ էր, որպես հրյա, ինքը կատարում էր ամբողջ օրենքները, ամբողջ ծիսական արարողությունը, ամեն բան, որը որ բխում էր Աստծո խոսքից, ոչ թե այն մեկնաբանությունները, ինչ որ տալիս էին փարիսեցիները, այլ ճշմարտապես կատարում էր այն, ինչ որ Աստված ասել էր։ Ինչու՞, որովհետև օրենքը իրականում բարի էր մարդկանց համար։ Օրենքը օրհնություն էր մարդկանց, ուղղակի մարդիկ սխալ էին հասկացել օրենքի նպատակը։ Օրենքի նպատակը փրկության համար չէր։ Օրենքի նպատակն էր, որ օրենքը ցույց տար մեղքը, ցույց տար Աստծո սրբությունը եւ այս ամեն ինչը բերեր նրան, որ մարդիկ զղջում ապրեին, գան ճշմարիտ Աստծուն, այսինքն օրենքը մեկն էր, որ բերում էր դեպի Մեսիան, դեպի փրկությունը։ Այլ ոչ թե օրենքը կատարելով մարդ պետք է փրկվեր։ Ուրեմն ինչ էին անում մարդիկ։ Արտաքնապես կարծես հնազանդ էին, բայց ներսի փոփոխություն չկար։ Օրենքը ինչ էին անում, հարմարեցնում էին ըստ իրենց իրավիճակի։ Ես եթե նայեք ուղղակի մեկ-մեկ կխենթանանք, թե ինչ որոշումներ էին կայացնում փարիսեցիները, որպեսզի կարողանային ծռեին օրենքը։ Օրինակ համար իրենք սահմանել էին, որ շաբաթ օրով ամեն հրյա իրավունք ունի քայլելու այնքան տարածություն, որքան որ իր տնից մինչև սինագոգն է։ Այսինքն այդքան տարածություն իրավունք ունես անցնելու։ Բայց հիմա իրավիճակ է ստեղծվում, որ մարդը կարիք ունի շաբաթ օրը ավելի երկար գնալու։ Եվ հարցի լուծում գիտեք ինչ էին անում։ Ասում են լավ, վերցնում են իրենց հետ ուտելիք, որոշակի շորեր, ու երբ որ անցնում են այդ տարածությունը, որ պետք է քայլեին, մնում էին այդտեղ, հաց էին ուտում, որոշ իրենց շորերից, հագուստներից թողնում էին այդտեղ եւ ասում էին, այնտեղ որտեղ որ ես հաց եմ կերել եւ իմ վեշերն են, իմ իրերն են, դա իմ տունն է, ուրեմն դրանից նույնպես հնարավորություն ունեմ, ինչ անելու, գնալու, քայլելու։ Ասեմ, ժամանակակից հրյաները շատ դրանից չեն անցել։ Ես հեն օրը ուղղակի զարմացած էի, եթե գնաք Ամերիկա, Ամերիկայում կան հրեական համայնքներ։ Եվ այդ հրեական համայնքներում կարաք նկատեք կան հատուկ քարտեզներ հրեաների համար։ Եվ այդ քարտեզների մեջ նշված է, այս ձև ասած իրանց տան զավարը ոնց է հայերեն, ցանկապատը։ Ինչ են արել։ Այդ իրանց տարածքում վերցրել են մի լար եւ մեծ տարածքով այդ լարը անցկացրել են։ Գիտեք ինչի։ Որ երբ որ շաբաթ օրը գա, գոնե այդ տարածքով հանգիստ կարողանան պտտվել, որտեղ անունը դրել են, որ դա արդեն իրանց տարածքն է, իրանց տան սահմաններն է։ Հասկանում եք, մենք հիմա խնդում ենք, բայց սա է այն իրականությունը, որ կարծես արտաքին ինչ որ մի բան ունեն, բայց ներքին հնազանդություն, ներքին Աստծո խոսքի նկատմամբ ճշմարտապես հետևել չկա ընդհանրապես։ Հիսուսն ասեց, ես չեկա այս ամեն ինչը ջնջելու, այլ ես եկա հնազանդվելու, ես եկա ամեն ինչը լիարժեք կերպով կատարելու։ Մենք շատ դեպքերում նույն ձև ենք վարվում, սիրելիներ։ Մի կարծեք, որ դա մեզ խորթ է։ Մենք որպես քրիստոնյաներ հիմա, եթե անկեղծ լինենք, հարցնեմ ձեզ։ Ձեզանից քանիսը դա ամբողջ Աստվածաշունչը կարդացել, չեմ ուզում ձեռքեր բարձրացնեք։ Դուք ինքներդ դրա պատասխանը շատ լավ գիտեք։ Ու ցավով կարամ ասեմ, որ ձեզանից շատերը վստահ գիտի, որ ինքը ամբողջ Աստվածաշունչը գոնե մեկ անգամ չի կարդացել։ Նույնիսկ նոր գտականը չեք կարդացել։ Շաբաթվա կտրվածքով, եթե հարցեք ինքներդ ձեզ ինչքան ժամանակ եք տրամադրում խոսքը կարդալու, նորից այս ամեն ինչը իրապես ցույց է տալիս մեր վերաբերմունք Աստծո նկատմամբ։ Ու ինչ չասեք, ասեք, դե ես դժվար եմ կարդում, տառերը չգիտեմ, ձանձրանում եմ, ես պատգամներ եմ լսում։ Հասկացեք, այս ամեն ինչը լավ է։ Պատգամ լսելը,
Կիրակի օրերը փոքր խմբերին մասնակցելը, բայց եթե դուք անձամբ ձեր շփումը Աստծո հետ չունեք, խոսքը չեք կարդում, դա ցույց է տալի ձեր վերաբերմունքը Աստծո խոսքի նկատմամբ, ցույց է տալի ձեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Իսկ եթե չգիտեք, ո՞նց եք հնազանդվելու։ Քրիստոնյաներն են ասում, սիրում են ծռել խոսքը։ Հիմա եկեղեցիներ կա, որ ասում են նորմալ է, որ կանայք քարոզ են, ու ծռում են, մեկնաբանությունը տալիս են։ Ամերիկայում եկեղեցիներ կան, որոնք որ նորմալ են համարում LGBT շարժումները, ու կարողանում են նորից ծռեն ու ասեն Աստծո խոսքը դրան դեմ չի։ Հասկանում եք, ու սա է մեր իրականությունը։ Կար եկեղեցիներ, հիմա մի քիչ ավելի նուրբ բաներ ասեն, բայց սա նուրբ չի։ Որոնք որ Աստծո խոսքն ասում են, այդքան էլ Աստծո խոսք չի։ Որոշ բաներ հորինված է, որոշ բաներ մի փոքր ծռված է, բայց նորմալ է։ Այսինքն Աստծո խոսքի նկատմամբ, երբ որ եկեղեցին տենց վերաբերմունք է ունենում, երբ որ ճեմարանի ռեկտորներ նման վերաբերմունք են ունենում, դա ցույց է տալիս իրանց վերաբերմունքը Աստծո նկատմամբ, իսկ մնացածը սա հեքիաթներ են ժողովուրդ։ Արտաքին ինչ որ պատյան է։ Դե համար սիրելիներ, եթե մենք չենք հնազանդվում Աստծո խոսքին, չենք հնազանդվում, չենք կարդում, չենք ուսումնասիրում, ում առաջ ենք ինչ խաբում։ Այդ ամեն ինչն է ճշմարտությունը, մնացածը ուղղակի հեքիաթներ են։ Դրա համար է ասում, կիրակի օրով գալով գնալով ինչ որ հարց չի լուծվում։ Մեր ներքին սենյակում է երևում, երբ որ մենք առանձին ենք, առանձնացված ենք, այդ ժամանակ է երևում, մենք իրապես ունենք։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 6-8 համարներն եմ ուզում կարդանք։ Հռոմեացիս 8:6-8, որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք եւ խաղաղություն, որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծո դեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի կարող ուշադրություն դարձնում եք ինչ ասում։ Ասում նա որ մարմնի օրենքով է շարժվում, իր ցանկություններն է իրականություն դարձում, ուզում է անեն ինչ որ ինքն է ուզում, Աստծո օրենքը չի կարող հնազանդվի, ուղղակի ֆիզիկապես անհնարին է դա։ Դրա համար մարդկային ջանքերով հնարավոր չի Աստծուն հնազանդվել։ Մենք պետք է խնդրենք, որպեսզի Տերը մեզ վերստին ծնունդ տա, փրկություն տա եւ ինքը մեզ առաջնորդի։ Բայց դրա համար մենք պետք է ջանք թափենք։ Չես կարող ասես դե երկնքից հեսա մի հատ հրեշտակ Աստծո խոսքը մեր գլխին խփի ու կմտնի ավտոմատ կձայնագրվի։ Չի լինում տենց սիրելիներ։ Եվ երկրորդը, երբ որ մենք լսում ենք, դրանից պետք է նաև ձգտի հնազանդությունը։ Հիսուս Քրիստոս լավագույն օրինակն էր, ով հնազանդվեց ամբողջ օրենքին։ Մեզ համար շատ դեպքերում հեշտ է լինում։ Գայթակղությունը գալիս է, մենք լինում է դեպքեր, որ այդ գայթակղությանը ինչ ենք անում, տրվում ենք ու մեղք ենք գործում, անցում գնում է։ Հիսուս Քրիստոս իր կյանքի ընթացքում այո գայթակղությունները իր առաջ եկան, փորձություններ եկան, սատանան անձամբ իրեն փորձեց, բայց Տեր Հիսուս երբեք մեղք չգործեց։ Երբեք մի անգամ օրենքի փոքրիկ նշագծին էլ հակառակ չվարվեց։ Մենք էլ նույն վերաբերմունքը պետք է ունենանք խոսքի նկատմամբ։ Խոսքը մեզ համար ամենագերագույն ացիան պետք է լինի։ Եվ ոչ միայն լոկ խոսքերով, սա ճշմարտություն պետք է լինի մեր կյանքում։ Հասկանում եք, մենք պետք է փափագենք, պետք է ձգտենք սրան։ Դա մեր պետք է ուղեցույցը լինի, մնացածը ուղղակի դառնում է անիմաստ ինչ-որ պարապ գործեր օրենքի պահում։ 8-րդ համար ասում է, եւ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Մենք որպես եկեղեցի ուզում ենք Աստծուն հաճելի լինել։ Ուզում ենք հաճելի լինել, եթե ճշմարտապես Տիրոջինն է։ Դրա համար ինչ պետք է անենք, պետք է հնազանդվենք Աստծո խոսքին։ Երկրորդը, բացի նրանից, որ պետք է հնազանդվենք, այլ նաև պետք է վստահենք։ Վստահ լինենք, որ այն 100% ճշմարտություն է։ 18 համարը կարդանք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև երկինքն ու երկիրը անցնեն, երբ որ ասում է երկինքն ու երկիր, Հիսուս Քրիստոսի նկատի ունի վերջը, այսինքն ամեն ինչի վերջը, երբ որ գալու է, Տեր Աստված ստեղծելով նոր երկինք ու նոր երկիրը։ Ասում մինչև որ այս պահը չգա, վերջը չլինի մարդկության ժամանակահատվածին, օրենքից մի կետ կամ մի փոքր նշագիր անգամ չի անցնի, մինչև որ ամեն ինչ չիրականանա։
Չգիտեմ, պատկերացում կազմում եք թե չէ, բայց երբ որ ասում է օրենքից մի կետ կամ մի փոքր նշագիր, տեսեք, տառերը երբ որ մենք գրում ենք, ունեն որոշակի նմանություններ, չէ՞, օրինակի համար ուզում եմ հայերենում մտածեմ, որ տառերն են, որ իրար նման են։ Օրինակի համար Դ տառը եւ Գ տառը։ Տարբերությունը կարող ասենք Գ տառի կլորը ամբողջությամբ է, իսկ Դ տառին այդ ներքևի հատվածը կտրված է։ Ինքը կարող ենք ասել ընդհանրապես փոքրիկ, Ան ու Ս-ն, այսինքն Ս փոքրատարը 2 մասնիկ է, A փոքրատարը 3 մասնիկ է, մեկ փուճուր մասնիկի տարբերություն։ Հիմա ուշադրություն դարձեք, Հիսուս Քրիստոս երբ որ ասում է նույնիսկ այս փուճուր մասնիկը չի փոխվի, դա ցույց է տալիս Աստծո խոսքի 100%-ով ճշմարտացի լինելը։ Ոչ միայն խոսքը իմաստային առումով, այլ նաև կառուցվածքի տեսանկյունից։ Թե ինչի է Աստված որոշել հենց այդ բառը օգտագործի, այս բառից հետո այս բառը օգտագործի, այսինքն Աստծո խոսքը կատարելապես 100%-անոց ճշմարտություն է։ Ինչի եմ սա ասում, որտեղ այսօր ձեզ աշխարհը սովորեցնելու ասելու է 5 կամ ընդհանրապես Աստվածաշունչը 5 գիրք արդեն 2000 տարվա պատմություն ունի ժողովուրդ։ Արդիական չի, նոր ժամանակներ են, նոր մտածելակերպ են, նոր մարտահրավերներ են, մենք պետք է ինչ-որ նոր բանից ձգտենք։ Եթե մենք տենց մտածենք, ուրեմն նշանակում է, որ արդեն այդ ամեն ինչ անցը գնացել է, նշանակում է, որ Հիսուս Քրիստոս երբ որ ասում է այս ամեն ինչը չի անցնի, իրականությանը չի անպատասխանում։ Բայց Աստծո խոսքը արդիական է, հավիտյան ճշմարիտ է, բացարձակ ճշմարտություն է եւ բարոյականության էտալոնն է։ Լսում եք։ Սա այն է, ինչի վրա որ պետք է կառուցված լինի շատ հստակ մեր կյանքը։ Մենք պետք է կարճած լինենք ամեն մի ստորակետի, ամեն մի տառի հետևից։ Մենք իրավունք չունենք ասելու, որ խոսքը փոխվել է, ծրվել է, այս ա եղել թարգմանիչները, բավոր, այնքան հիմա խոսակցություններ կան, այնքան մեծ գլխով գիտնականներ կան, որոնք որ փորձում են ապացուցել, որ օրինակի համար Եսայի մարգարեությունը չի գրվել Եսայի կողմից, գրվել է 2 ուրիշ մարդկանց կողմից, հետո որոշները գալիս են ասում են չէ, 2 մարդ չեն, 2 տարբեր ինստիտուտներ են, այսինքն ուղղվածություն, ու սենց երբ որ նայում ես զարմանում ես, սենց խելացի տերմինաբանություն են օգտագործում, բաներ են ասում, փորձում են ապացուցել ցույց տա, որ Աստծո խոսքը դե մի փոքր ծրված է, մի փոքր հորինված է։ Ու մենք, գիտես, շատ քրիստոնյաներ ինչ են ասում են, դե իմ հավատքի վրա չի ազդում։ Ես հավատում եմ Աստծուն, այն մնացած է իրական չի։ Թող իրանք ինչ ուզում են, կհավատան։ Գիտականներն ապացուցում են, որ կարծես թե կա էվոլյուցիա, ոչինչ, դրան էլ կհավատանք, ինչին էլ ասես կհավատանք, այդ իմ հավատքի վրա չի ազդում։ Ժողովուրդ ազդում է, ուղիղ է ազդում։ Եթե դուք ասում եք Աստծո խոսքը փոխվել է, եթե դուք ասում եք Աստծո խոսքը ճշմարտություն չի, դուք ասում եք, որ Աստված է, ճշմարիտ չի, սուտ է ամեն բանը, սխալական է, փոփոխական է։ Դրա համար չի կարա ինչ ազդի մեր հավատքի վրա, եթե ճշմարտապես կարճած եմ խոսքին, եթե ինձ համար խոսքն է հիմքը հանդիսանում, մի փոքր ծրեք, մի փոքր կասկած մցրեք, ու սա քանդում եք ուղղակի։ Դրա համար խոսքին վստահեք 100%-ով, որտեղ այն է միակ ճշմարտությունը, կատարելությունը ամեն ինչ չափեք խոսքով։ Ես մեկ-մեկ երբ որ անհավատների հետ խոսում եմ, ու իրանց ասում եմ լավ, ձեր տրամաբանությամբ, եթե չկա վերին միանշանակ ճշմարտություն, ասեմ այսօր ժամանակակից աշխարհում, ասում են ամեն ինչն էլ հարաբերական է, չկա միանշանակ ճիշտ։ Քո համար էսա ճիշտ, իմ համար սա է ճիշտ, ու այս գաղափարախոսությունը առաջ է տարածվում։ Ես ընդհանրապես մի հատ հարց եմ տալի։ Ասում եմ այդ դեպքում մենք որպես օրինակի համար Հայաստանի Հանրապետություն, ով կարա սահմանի, որն է ճիշտ եւ որն է սխալը։ Դե եթե կարաք ասեք մեր մշակույթը, կասեմ լավ, շատ բարի։ Մեկ ուրիշ մշակույթ ուրիշ բան է նորմալ համարում։ Մեկ ուրիշ մշակույթի մեջ սպանությունը խնդիր չի։ Մեկ ուրիշ մշակույթի մեջ շնություն գործելը մեղք չի, հասկանում եք ասածս։ Այսինքն եթե ես նայում եմ սովորություններին, այո, չկա որևիցե ստանդարտ։ Հետևաբար, եթե չկա ստանդարտ, ուրեմն չկա էլ նաև օրենքի համար հիմք։ Այն ինչ որ մենք սովորել ենք, այն ինչ որ Սովետ միության ժամանակ որպես գաղափարախոսություն ճշմարտություն կարծես ներկայացնում են, իսկ ով ասե որ դա ճշմարտություն է։
Ով է դրա հետևը կանգնած, ով է շատ հստակ ասելու, որ իրապես սա է ճիշտը եւ սա է սխալը։ Հասկանում եք, եթե մենք չունենք հիմք, ուրեմն ամեն ինչ է լինում, ուղղակի ժամանակի պարակտվածությունը։ Դեմար Սաղմոս 119-ում, 103 եւ 104 համարներում Լևոն եղբայրս այս խոսքերն արտահայտեց, բայց ես ուզում եմ տեսնեք, երբ որ մենք այդ գիտակցությունն ունենք, որ Աստծո խոսքին մենք պետք է հնազանդվենք եւ սա է միակ կատարյալ ճշմարտությունը, մենք նաեւ այս խոսքերը կկարողանանք ասել, որքան քաղցր է քո խոսքը իմ քիմքին, մեղրից էլ ավելի իմ բերանին, քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Հասկանում եք։ Այդ խոսքը, երբ որ մեզ համար քաղցր է դառնում, մեր փափագը, մեր ցանկությունն է դառնում, այդ ժամանակ մենք իմաստուն ենք դառնում այդ խոսքով, ու այդ ժամանակը, որ ի վիճակի ենք լինում ինչ անելու, զանազանելու ճիշտը սխալից, մեղքը իրականությունից, ճշմարտությունից։ Դրա համար մենք որպես հավատացյալներ, որպես քրիստոնյաներ, ոչ միայն պետք է հնազանդվենք, այլ նաև պետք է վստահ լինենք, որ այն խոսքը, ինչ որ մենք քարոզում ենք, այն ինչ որ մենք կարդում ենք, ճշմարտություն է։ Աստծո խոսքը, Աստծո փոխանցածը։ Երրորդը, պետք է սովորեցնենք այդ խոսքը եւ կատարենք։ Հիմա կասեք ինչ եք այս երկուսը միացրել, որտեղ Աստծո խոսքը կամ Հիսուս Քրիստոս ինքը այս երկուսը միացրեց եւ կա նպատակ։ Եկեք կարդանք 19-րդ համարը։ Արդ ով այս պատվիրաններից ամենափոքրից մեկն անգամ անտեսի, ուշադրություն դարձրեք, երբ որ ասում եմ պատվիրաններից ամենափոքրը, նշանակում է այո, պատվիրանների մեջ կա որոշակի վերին դասավորվածություն եւ ավելի երկրորդական կամ երրորդական։ Ես չեմ ասում կարևոր չեն կամ պիտանի չեն, բայց այնուամենայնիվ կա տարբերություն։ Օրինակ, երբ որ Հիսուսին ասցին, որն է ամենամեծ պատվիրանը, Հիսուս չասեց, բոլորն էլ մեծ են։ Ինքը ինչ ասեց, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ ուժով, եւ ասեց եւ դրանից հետո, այսինքն առաջին տեղում սա է, երկրորդ տեղում դրանից հետո գալիս է սիրիր քո ընկերոջը քո անձի պես, այսինքն այդ տարբերությունը օրենքների մեջ նույնպես կա։ Եվ հիմա ուշադրություն դարձեք, Հիսուսն ասում է, եթե նույնիսկ ամենափոքր պատվիրանը մենք ինչ անենք, կողքի դնենք, անտեսենք եւ մարդկանց այդպես ուսուցանի, նա երկնքի արքայության մեջ ամենափոքրն է լինելու։ Ուշադրություն դարձնում եք, դա համար այո մեզ համար թանկ է ամեն մի նշագիծը նույնիսկ։ Դա համար մեկ-մեկ ասում են, դե ձեզ ինչին է պետք հունարեն, ձեզ ինչին է պետք այդ մանրակրկիտ ուսումնասիրությունը, ձեզ ինչի է այդ ամեն ինչը պետք է կարդացեք, ինչքան կհասկանաք, ինչքան որ չեք անցնեք կգնաք, չէ ժողովուրդ։ Եթե Աստված որոշում է կայացրել այդ լեզվով, այդ տառերով, այդ հերթականությամբ խոսքը գրի, մենք պետք է ինչ անենք, լուրջ դրան պետք է վերաբերվենք։ Ասում բայց ով կատարի եւ ուսուցանի երկնքի արքայության մեջ մեծ կկոչվի։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Արդյոք հնարավոր է ուսուցանել առանց կատարելու։ Ինչու ոչ։ Ես կարող եմ ստեղից լիքը խելացի բաներ ասեմ, տարբեր մեծ բաների մասին խոսեմ, բայց ինքս դրա մասին չպահեմ։ Իրականում ապրես, փարիսեցիները նորից այդ թեմա է, մենք այդ շրջանակներում ենք անընդհատ պտտվելու, փարիսեցիները գեղեցիկ էին խոսում, վերին բաների մասին էին խոսում, բայց ներսից ոչ մի բան չէին կատարում, ներսի փոփոխություն, իրական դարձ, իրական ապաշխարություն չկար։ Այսօր շատ մարդիկ կան, որ կկանգնեն բարձր բեմերից, կխոսեն մարդկանց ականջին հաճելի բաներ։ Բայց իրականում իրենք գուցե դրան չհավատանել, ու իրենց ընդհանրապես այդ ամեն ինչը չհետաքրքիր, իրենց հետաքրքրի մի բան։ Ես ձեզ հիմա շատ լավ բան ասեմ, դուք էլ ուրախանաք, ասեք վայ, լցվեցինք, փառք Աստծուն, ամեն ալելույա, գանք փաթաթվենք իրար, ասենք ինչ լավ է, ամեն մեկս գնանք մեր կյանքով ապրենք։ Հասկանում եք, այս մոտեցումը կա, սա օդից վերցած չի։ Դրա համար Հիսուսն ասում է, եթե կատարում ես, այն ինչ որ կատարում ես, նաև դա էլ ինչ ես անելու, սովորեցնելու ես, որտեղ դու դրանով ապրում ես։ Այն ժամանակ ուսուցումը, աշակերտությունը այնպես չէր, ոնց որ հիմա է դպրոցներում։ Եկան դասարան, դասատուն փոխանցեց ճշմարտությունը, հետո ամեն մեկը գնաց իր տուն, աշակերտները գնացին իրանց տուն, ուսուցիչը գնաց իրանց տուն։ Պես չէր լինում։ Աշակերտներն ու ուսուցիչները իրար հետ ինչ էին անում, ապրում էին, ընթացք ունեին։
Ու շատ հստակ աշակերտը տեսնելու էր քո ասածը իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Այն ինչ որ դու սովորեցնում ես համապատասխանում է դրան թե ոչ։ Դրա համար նույնպես եւ դուք ամեն մեկը կանչված եք սովորեցնելու Աստծո խոսքը։ Մի կարծեք որ դա միայն իմ կանչվածությունն է։ Մի կարծեք որ դա միայն Արմեն եղբոր կամ մնացած մեր եղբայրների պարտականությունն է։ Ամեն մեկը այդ պարտականությունն ունեք ձեր շրջանակում, ձեր երեխաներին, ձեր հարևաններին, ձեր ընկերներին, բայց հիշեք մի բան, եթե մի բան եք խոսելու ու ձեր կյանքը դրան չի համապատասխանելու, ավելի վատ եք անելու։ Դրա համար Հակոբոսն ասում է շատ ուսուցիչներ մի եղեք, որտեղ այն ինչով որ խոսելու եք, նույն բանով էլ դատվելու եք։ Ինչի որտեղ մենք շատ ենք խոսում, մենք շատ ենք ասում, բայց երբ որ հարցը գնում է կոնկրետ քայլերին, մենք չկանք այդտեղ։ Անունով քրիստոնյա ենք, բայց քրիստոնյա չենք։ Դրա համար էլ դարել է ամեն բան կեղծ։ Ուղղակի սենց վերջերս մի հոգու հետ էի խոսում, որ ժամանակին գնացել է մանկական, պատանյաց, երկար ժամանակ, ծնողներ են հավատացյալ եղել, բայց ասում է չես պատկերացնի, նույն հիմա ավելի աշխարհիկ կյանքով է ապրում։ Լրիվ տրվել է աշխարհին ու հիմա այս վերջերս որ խոսում էի, ասում է կարդում է բուդդիզմ, հինդուիզմ, այս կողմ այն կողմ ամեն ինչը սա խառնել է, իր համար դարել է, ոչ ասենք, ու պատճառը գիտեք ինչ ասեց, ասեց որտեվ այնքան բան եմ ներսից տեսել, ու ես հավատում եմ, որտեվ շատ շատերը կան, որ անունով քրիստոնյա են կոչվում, բայց կյանքով ընդհանրապես մոդել չեն, ընդհանրապես չի երևում այդ ամեն ինչը, դրա համար Հիսուս Քրիստոսն ասեց, ինչ պետք է անեք, պետք է կատարեք եւ նաեւ ուսուցանեք։ Գործք առաքելոց 20-27-րդ համարը։ Որովհետեւ ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծո կամքը ամբողջությամբ։ Ուշադրություն դարձեք, Պողոս Սարաքյանն ասում։ Ոչ թե մի մաս, ոչ թե ինչ որ մի փոքրիկ հատված, այլ ձեզ փոխանցեցի ինչ ամբողջ Աստծո խոսքը ամբողջությամբ քարոզեցի, ոչ մի բան կիսատ պրատ չթողեցի։ Չխոսեցի մենակ օրդության մասին, չխոսեցի մենակ Աստծուց փրկվելու մասին, որպեսզի փրկություն կա, օրդություն կա, բժշկություն կա, այլև խոսեցի դատապարտության մասին, խոսեցի սրբության մասին, խոսեցի այն պատժի մասին, որ գալու է, այսինքն չթաքցրեցի, մենակ ականջ շոյող բաներ չասեցի։ Մենք էլ պետք է այդ ձև վարվենք։ Խոսքը ամբողջությամբ պետք է իմանամ եւ ամբողջությամբ պետք է փոխանցել։ Երկրորդ Տիմոթեոս 2-րդ գլուխ 15 համարը։ Տիմոթեոսին Պողոս Սարաքյանն ասում է. «Ջանա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ուշադրություն դարձեք, որ ամաչելու բան չունի»։ Ում առաջ ամաչելու։ Աստծո առաջ եւ նաեւ ժողովրդի։ Որովհետեւ եթե մի բան խոսել ես ու դրան կյանքիդ մեջ չի համապատասխանում, ամոթ ես ապրելու։ Հիմա դուք ուղղակի մի բան պատկերացեք, անկեղծ եմ ասում։ Պատկերացեք մի օր ինձ տենակ, սիգարետը բերանից, չգիտեմ, ինչ որ մի օղուշիշն էլ ձեռքս։ Դուք պատկերացնում եք, այսինքն ինչ զգացողություն կունենաք։ Չեք ասի, ուղղակի երեսանի ինչ որ մեկն է։ Կամ ուրիշ մի բան ասեմ, եթե փորձեմ անվայել կյանքով ապրեմ, ուրիշ ինչ-որ կանանց հետ ու նման ինչ-որ մեկ այլ հարցերով, հասկանում եք, դե հիմա կարող ասեք, դե ոնց, դու հովիվ ես, բան, հասկանում եք, բայց դուք էլ ձեր շրջանակում եք հովիվներ, ձեր ընտանիքում ամեն մի տղամարդ ինքը հովիվ է, բայց դե ոչինչ, հիմա կողքից մի քիչ լևի պրավի բանել, ինչ խնդիր կա, որ, դե Facebook-ով մի հատ կոմպլիմենտ գրեցինք, մի քիչ վիդեոներ նայեցինք, հասկանում եք, այս ամեն ինչ Աստծո առաջ է, ու ասում է, մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի ամոթով չլինենք, նախ մարդկանց առաջ, բայց ամենակարևորը Աստծո առաջ։ Նայեք ինչ շրջանակում ասում, որ ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում, չի ծռում, չի հարմարեցնում, չի փոխում, ճշմարտության մեջ է ինքը հաստատված, ու դա էլ փոխանցում է, դրանով էլ ապրում է։ Մենք ինչ ենք ասում, մենք քրիստոնյա ենք, բայց մեռած քրիստոնյաներ ենք։ Անունով քրիստոնյա ենք, երբեք Աստվածաշունչը չենք բացել։ Երբ որ գնում ենք գյուղեր, գյուղերում մարդիկ պարծենում էին հնադարյան Աստվածաշունչներ ունենալով։ Պապը նայեք մեզ ավետարանա թողել, հայ ինչ օգուտ։ Եթե երբեք էդի չեք բացել։ Այս վերջերս որ գնացինք Մատենադարան, իրապես ուրախ եմ, որ մենք իրապես դարեր շարունակ Աստծո խոսքը ունեցել ենք, գրել ենք, տպագրել ենք,
Մատենարանը որ գնաք, կտեսնեք, որ գրականության 80%-ը ավետարաններ են ու Աստվածաշունչը։ Ամբողջ գրականության մեծամասնությունն է դա։ Բայց այսօր այդ ավետարանը, որ դարերով մենք ունեինք, հայերեն լեզվով թարգմանված գրված, որոշ դեպքում գրված, հետո նաև տպագրված, քանիսն այսօր Հայաստանում կարդացել։ Ես եկեղեցու մասին խոսեցի, ուր մնաց աշխարհի մասին խոսենք։ Ժողովուրդ, մենք պետք է քայլեր անենք։ Մենք պետք է որոշում կասենք, որտեղ հակառակ դեպքում ուղղակի խաղ ենք խաղում։ Հասկանում եք, մեն ինչ որ վերաբերմունք մենք ունենք Աստծո խոսքի նկատմամբ, դա ցույց է տալիս ազնիվ կերպով մեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ։ Մի խաբեք ինքներդ ձեզ։ Տարիներով չեք բացել Աստվածաշունչը, ուրեմն տարիներով Աստված ձեզ ընդհանրապես չի հետաքրքրել։ Չեք աղոթել, չեք ու գնում այդ ուղղությամբ, ուրեմն ձեզ ընդհանրապես Աստված չի հետաքրքրում։ Եվ վերջացնում եմ 4-րդը։ Ազնիվ եղեք։ 20 համարը։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներն ու փարիսեցիներն, երկնքի արքայություն չեք մտնել։ Սա այն մեղքն էր, որ Հիսուս Քրիստոս շատ հստակ դրեց, եւ մի քանի անգամ արդեն մի քանի կիրակի ես այս համարը կարդում եմ։ Եթե մենք ազնիվ չենք, ուղղակի արտաքնապես ենք քրիստոնյա, ներսից չենք հավատում, ապրում ենք մեր ցանկություններով, երկնքի արքայություն չենք մտնելու։ Ծիսական արարողություններով, կիրակից կիրակի գալով, նույնիսկ Աստվածաշունչը կարդալով չի, որ մարդը փրկվելու է։ Եթե ներքին փոփոխություն չի տեղի ունեցել, եթե ներքին վերստին ծնունդ ես չեմ ունեցել Հիսուս Քրիստոսով, մնացածը ուղղակի ծիսական արարողություն էր, որ ձեզանից ավելի լավ փարիսեցիներն էին անում։ Ձեզանից ավելի կարծես մաքուր կյանքով փարիսեցիներն էին ապրում։ Ավետարանչություններ էին անում, խոսքեր էին կարդում, առավոտից իր գունաղոթում էին, դրա մեջ էին։ Բայց ներքին փոփոխություն չկար։ Դրա համար Եսայա մարգարեն 29-րդ գլուխ 13 համարում իր ժողովրդին հրեաներին հետևյալ խոսքն է ասել։ Ու ասեմ շատ դեպքերում նաև մեզ է ասում, մեզ քրիստոնյաներիս։ Եսայա 29:13 Տերն ասում է, որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում եւ իր շրթունքներով է ինձ պատվում։ Նման է այսօրվա իրականությանը։ Այսօրվա իրականությանը նման, ասում եմ, նման ենք։ Շուրթերով մեռնեմ Աստծո զորությանը։ Շուրթերով պատրաստ ենք սարեր ու ձորեր շուր տալու։ Մեր խաչը, մեր խաչքարերը, մեր եկեղեցաշենքերը լացում ենք, վայ, ոնց եղավ այս քարը քանդվեց, այս շինությունը, այս եղավ, ադրբեջանցիների ձեռքը վերցվեց, հասկանում ես էդի ցավ է, բայց եթե այդ տարածքը զուտ նայում եմ որպես քար, չեմ նայում տարածք, որտեղ որ Տիրոջն էին պաշտվում, Աստծո խոսքն էր քարոզվում, ճշմարտությունն էր քարոզվում, չեմ նայում բուն նյութին, այլ նայում եմ ինչից էր պատրաստած, նյութն է ինձ համար կարևոր։ Ես խնդրի առաջ եմ կանգնել ժողովուրդ։ Դրա համար ասում եմ ուղղակի շուրթերով պաշտում ենք, բայց ներսից ինչ ենք, Աստծուն հնազանդ ենք։ Դրա համար ասում եմ, իսկ նրա սիրտը, ում սիրտը, այն մարդկանց, ովքեր որ շուրթերով ինձ պաշտում են, հեռու է ինձանից, եւ նրանց վախը ինձանից մարդկանց սովորեցրած հրամանը։ Շարություն դարձնում եք։ Այն էլ, որ կարծես վախում են, ուղղակի լսել են, որ կոպիտ ասած մատդ մցնես ռազետի մեջ տոք կտա, զուտ դրա համար էլ չեմ մցնում, չեմ տրամաբանում, չեմ մտածում, ընդհանրապես ինչ է նշանակում այդ պատիժը, մարդիկ ասել են շնություն չանես, որտեղ դժոխք կգնաս։ Վсё։ Այսինքն ինձ այն մնացած է իրական չի, ինձ այդ է պահողը, վախն է պահողը, բայց ներսի փոփոխություն, ներսի ակնածանք Աստծո նկատմամբ չունեմ։ Պատժից եմ վախում։ Վախենում եմ հետևանքներից, այլ ոչ թե ճշմարտապես վախում եմ Աստծուն ցավ պատճառելուց։ Վախում եմ ակնածանք ունենալով հարգելով Տիրոջը, ուզում եմ լավագույն անեմ, որտեղ դրա մեջ եմ կանչված։ Հասկանում եք տարբերությունը։ Դրա համար պետք է ազնիվ լինենք։ Եթե Աստծունն ենք, ուրեմն Աստծուն համեմատ քայլենք, ճիշտ ձևով քայլենք։ Եթե Աստծունը չենք, ազնիվ լինենք այդ առումով են, որտեղ ինքներս մեզ խաբում ենք, մտածում ենք, որ փրկված ենք, բայց փրկված էլ չենք։ Նույնպես եւ խոսքի նկատմամբ ազնիվ լինենք։
Խոսքի նկատմամբ մենք ինչ վերաբերմունք ունենք։ Մենք ինչքանով ենք կարդում, ինչքանով այն մեզ համար կարևոր, ինչքանով է ձանձրալի, ինչքանով է անհետաքրքիր, ինչքանով է ուղղակի երկրորդական, երրորդական։ Դրա մեջ փնտրեք ձեր կյանքի ճշմարիտ պատասխանները, ձեր ուղեցույցը։ Ուրեմն եւս մեկ անգամ հիշենք, Աստծո խոսքին ինչ պետք է անենք, պետք է հնազանդվենք։ Եթե չենք հնազանդվում, ուղղակի նորից պարապ ժամանակի անցկացնում ենք բան։ Պետք է վստահենք, որ Աստծո խոսքը միակ ճշմարտությունը, միակ հավիտենական ճշմարտությունը, որը որ արդիական է, անփոփոխ է, որը որ հիմք պետք է հանդիսանա իմ ապրելու, իմ կյանքը ապրելու Աստծո առաջ բարի ու ճիշտ կերպով։ Երրորդը պետք է այդ խոսքը կատարող լինենք եւ նաեւ սովորեցնենք, չենք կարող լուր մնանք։ Եվ ամենավերջինը պետք է ազնիվ լինենք։ Ազնիվ լինենք մարդկանց առաջ, ազնիվ լինենք Աստծո առաջ։ Աստված ամեն բան տեսնում է։ Աստված սրտեր քննող է եւ չենք կարող խաբել։ Ոչ մի բան չենք կարող խաբել։ Եթե չընդունենք Տիրոջ պարգևը, չընդունենք Քրիստոսին, ինչպես որ Հռոմեացիս նամակի մեջ էր ասում, չենք էլ կարող հնազանդվենք այդ խոսքին։ Ուսի նախ եւ առաջ ամենաառաջի քայլը սա պետք է լինի։ Պետք է զղջանք մեր կատարած մեղքերի համար, պետք է խոստովանենք, որ մենք մեղավոր ենք, պետք է ընդունենք Հիսուս Քրիստոսի կատարած զոհը, որ մեր մեղքերի համար մահացավ, մեր մեղքերի համար հարություն արավ, որպեսզի մենք կյանք ունենանք։ Եթե որևիցե մեկը հավատում է, եթե որևիցե մեկը ճշմարտապես կհետևի Հիսուսին նման ձևով, ուրանալով իր անձը, հնարավորություն կունենա կյանք ունենալու եւ ապրելու այնպես, ինչպես որ մենք այսօր խոսեցինք։ Եթե որևիցե մեկը դերևս այդ քայլը, որոշումը չի կատարել, մտածեք սրա մասին։ Ու հիմա միասին աղոթելու ենք, որպեսզի Տերը մեզ ների, ողորմի եւ վերստին ծնունդ տա, որպեսզի կյանք տա, ուժ տա ապրելու այս կյանքը։ Իսկ եթե Քրիստոսինն ենք, բայց դերևս այս գիտակցությունը չունենք, դերևս այս փափագը չունենք Աստծո խոսքի նկատմամբ, աղոթեք, խնդրեք Տիրոջ էլի ազնիվ կերպով, որ Տեր արտացույց մեջ այդ փափագը, այդ սերը, որ ասեմ խոսքը թող ինձ համար, իմ քիմքի համար մաքուր, այդպես քաղցր մեղրի պես լինի։ Խնդրեք, որպեսզի Տերը ձեր մեջ այդ ցանկությունը առաջացնի եւ քայլեր արեք, սկսեք կարդալ, սկսեք ուսումնասիրել, սկսեք աղոթել, որպեսզի Տերը ցույց տա իր ճշմարտությունը։ Ու կտեսնեք, թե ինչպես է ձեր կյանքը փոխվելու։ Ու կտեսնեք, թե ինչպես է Տերը սկսելու ձեր կյանքում փոփոխություններ բերել։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս, որտեղ դու ողորմած ու գթած Աստված ես։ Դու տվեցիր ամենաթանկը քո որդուն տվեցիր, որ մահացավ մեր մեղքերի համար եւ խաչվեց։ Ուստի աղոթում եմ, որ այստեղ գտնվող ամեն մեկին դու այցելություն անես, Տեր, եւ եթե մինչեւ հիմա դեռ քոնը չեն, դեռևս փրկություն չունեն, դեռևս չեն խոստովանել իրենց մեղքերը, դեռևս քեզ չեն ընդունել որպես Տեր ու Փրկիչ, դու այցելություն ար, որ ամեն մեկը զգան քո առաջ, աղոթքով, զղջանքով, գանք ու խնդրենք, որ ներես մեր մեղքերը։ Մեզ սրբես ամեն անիրավությունից, որպեսզի ապրենք այնպես, ինչպես որ դու ես կամենում, Տեր։ Իսկ եթե քո զավակն ենք, եթե ճշմարտապես դարձենք, եկել ապաշխարել ենք, բայց դեռևս այդ փափագը չունենք ճշմարիտ կերպով քո խոսքի նկատմամբ, Տեր, դու փոխիր մեզ։ Դու օգնի, որ նորից մեր հայացք ուղենք դեպի քո ճշմարտությունը, Տեր, որովհետև մեր կյանքի ուղեցույցը մի մեկը քո խոսքն է։ Ուստի դու ողորմիր, դու օրհնիր, Տեր, եւ որպես եկեղեցի օգնի, որ կարճած լինենք, խարսկված լինենք քո խոսքի, քո կամքի մեջ, Տեր, որպեսզի քո կամքը մեր կյանքում լինի այն ուղեցույցը, որով որ մենք ապրելու ենք, Տեր, որպեսզի քո կամքը մեզ համար այդ քաղցր մեղրը լինի, Տեր, այդ փափագը լինի, Տեր, որին որ ձգտելու ենք։ Ուստի ողորմիր, ու պատրաստ արա, որ Տեր, հիշենք կատարած այդ գործը խաչի վրա, որ մեր մեղքերի համար մահացար եւ քո մարմինը տվեցիր, որպեսզի մենք կյանք ունենանք։ Հիսուսի անունով, ամեն։